Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Այսօր մենք կրկին պատրաստելու ենք մեր ազգային խոհանոցից Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակներ եւ այսօր ինձ օգնելու է Լուսինե Հովհաննիսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մեր խոհանոցի, մեր խոհարարության ապագան եւ 7 քար ռեստորանի սու-շեֆ։ Ողջույն։ Ողջույն, պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, լավ, այսքան առատ մթերքներ եւ հիանալի կերակրատեսակ մանավանդ Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակ պատրաստելիս ոնց պիտի լինի մարդը։ Ուրախ, ու առույգ, հաղթական ու ոնց որ ասում են Գյումրիում թասիվով։ Այո։ Եվ այսօր պատրաստելու ենք Շիրակի մարզից տոլմա, չանախ տոլմա։ Եվ բաղադրիչները, ինչպես տեսնում եք, շատ բազմազան են։ Լինելու է ամառային տարբերակը եւ կաղամբով։ Այստեղ արդեն նախորդ կաղացել ենք խոզի եւ հորթի փափկամիս, ունենք կարմիր գլուխսող, կարտոֆիլ աղացած, շատ պարտադիր է, կլոր բրինձ, տնական աջիկա, այսպես։ Սա այն, որ շատ թանկարժեք է եւ իրենից շատ քիչ են մեզ տալիս։ Այո, գյումրեցիների պատրաստած։ Տարբերակն է։ Նաև մեր պատրաստած տնական աջիկան եւ տոմատի մածուկ։ Եվ լավ տրամադրություն եւ Սկսենք ֆարշից երևի։ Ինչ ենք անելու, ես ինչով պիտի օգտակար լինեմ, չնայած ամեն ինչ արել ես արդեն։ Դե հա։ Իսկ զանգվածի մեջ, խճողակի մեջ կանաչի լինելու է։ Այո։ Գտա իմ գործը։ Համեմ, մաղադանոս։ Իմ գործը գտա, դու ինչ ուզում ես արդեն։ Ինչով գուզես զբաղվ է։ Մաղադանոս, Այո։ կինց կամ համքեղ, սա էլ մաղադանոս, վերջ այս երկու տեսակը։ Կարելի է մի փոքր էլ ռեհան։ Կարելի է։ Մի անգամից այս ամբողջը խառնում ենք իրար։ Կլոր բրինձը։ Ես առաջարկում եմ այս կանաչու հետ հենց աղը պղպեղ օգտագործելու ենք։ Այո, իհարկե։ Աղը պղպեղը մի անգամից ճզմենք։ Հենց կանաչիներին ենք ավելացնում աղը, որպեսզի Սա այսպես։ դառնա մեկ համընդհանուր Զանգված։ Ձեզ կսպասեմ, որ այդ ամբողջը արդեն խառնում եմ։ Այո։ Խոսքերն ավելորդ են։ Սա էլ Ահա, շնորհակալություն։ այո։ Խճողակն ենք պատրաստում, այստեղ մի հետաքրքիր բան կա, կարտոֆիլի առկայությունը, չէ՞։ Այո։ Որը յուրահատուկ ամառային, այսպես ասենք, տոլմայի մի տարատեսակ է, բայց բարեկամներ ուզում եմ ուղղակի մենք հասկանանք, որ եթե որևէ կերակրատեսակի մեջ մի նույնիսկ մթերք փոխվում է, ավելանում այդ կերակրատեսակը արդեն լրիվ ուրիշ ամբողջությամբ ուրիշ համ ունի եւ ուրիշ կերակուր կարելի է համարել։ Այստեղ մենք սովորական տոլմայից նորից նշեմ, ավելացրինք եւ աջիկան, որը միշտ չեք օգտագործում, եւ նաեւ աղացված կարտոֆիլը։ Էլ չասեմ, որ պատրաստելու ենք կավե կճուճի մեջ, չանախի մեջ։
Եվ այսպես, պարոն Մամուլյան, կխնդրեմ ձեզ լոլիկի եւ սմբուկի միջուկները հանեք, որովհետեւ գիտեք, շատ հետաքրքիր է, այստեղ մենք փոքրիկ սոուս ենք սարքելու միջուկներով։ Այո։ Միջուկը պիտի տապակենք, չէ՞։ Այո, տոմատի մածուկով փոքրիկ սոուս ենք սարքելու, վերջում վրան ենք ավելացնելու ընդհանուր տոլմային։ Դու ինքդ որ տոլման ես սիրում, այ որ տարատեսակն ես սիրում։ Հենց սա էլ շատ եմ սիրում։ Ամառային։ Գյումրվա չանախ տոլման եմ շատ սիրում։ Յո, Այո։ Գյումրվա Ինչ խոսք առիթ ունեցել եմ Գյումրիում մոտ 3 ամիս ապրելու։ հիշում եմ, Այո։ աշխատելու, Այո։ այո։ Եվ այնտեղ էլ Փորձել ես։ փորձել եմ, այո։ Գյումրվա առատաձեռ տանտիկ տիրունիները, Այո։ հյուրասեր մարդիկ, չէ՞։ Ամեն հանգստյան օրս շատ համեղ էր անցնում։ Եվ այսպես։ Ես սկսեմ կաղամբը լսոնել։ Սիրում եմ, որ տոլման կոնկրետ կաղամբով է, հենց այսպես շատ մեծ է լինում։ Հա։ Մանրը չեմ սիրում։ Դե կաղամբի որակից էլ է, չէ՞, մի քիչ։ Այո, իհարկե։ Լոլիկներդ։ Մի կողմը փակում եմ, մյուսը բաց եմ թողնում։ Մի կողմը փակում ես, ինչի՞։ Որ մյուս կողմից այդ հյութից վերցվի, հա, երևի։ Շատ լավ։ Իսկ սմբուկի միջուկը նույնպես կարելի է։ Հա, իհարկե։ Սմբուկը հենց կեղևը մնա, թե շերտավոր հանան։ Կարելի է շերտավոր Շերտավոր հանան։ Բայց պոչը եւ բանը թող մնա, գեղեցիկ է։ Լռություն տիրեց, բայց սովորաբար այս կերակրատեսակները պատրաստելիս մայրիկները եւ տատիկները ինչքան ասելիք ունեն, չէ՞։ Այո։ Սրուցելու, խոսելու, քննարկելու, պլանավորելու։ Այն մեր հարևանի աղջիկը Այ մացա։ լավն է, չէ՞, մի լավ փեսացու ճարենք, չէ՞։ Դե կարելի է։ Ես տապակ բերեմ։ Եվ այսպես։ Ունեն բավարար է։ Մեր յուղը Բոյարսկոյա։ Յուղով մի փոքր տապակելու ենք, այսպես ասած, եւ авելացնելու ենք տոմատի մածուկ եւ մի քիչ ջուր։ Սա լինելու է վրայի հյութը, չէ՞, Այո, երբ որ լցոնենք սմբուկն ու լոլիկը։ Կարծում եմ այս շերտերով մաքրելը նաև հետաքրքիր է եւ օգտակար է նրանով, որ այդ շերտերն էլ համ կվերցնեն, եթե կեղևը վրան է։ Միանշանակ։ Այո։ Մանավանդ երբ դառն է լինում սմբուկը, հիմա չնայած չկա այդ վտանգը, Այո, երիտասարդ է դեռ։ այո։ Նաև դառնությունն է քիչ Մարդն լինում։ էլ է, չէ, որ մեծանում է դառնանում։ Թե չէ։ Ըստ իս պետք չէ դառնանալ։ Ասում են 100-ից հետո բոլորը դառնանում են։ 100 տարեկանից հետո։ Շնորհակալություն։ Այո։ Սա էլ այսպես։ Խնդրեմ, տակդեղները դու կմաքրես, Ես կմաքրեմ, տապակեմ, այո, հա։ այո, Սա հիմա իհարկե։ մի տապակեմ։ Այո։ Եվ նաև պիտի ավելացնեմ Տոմատի մածուկ եւ ջուր։ Ես ուզում եմ մեր հեռուստատիտողները իմանան, որ շատ կերակրատեսակներ, հատկապես մեր ազգային խոհանոցում, անվանումները կոչվում են այն տարայի կամ այն ամանի, այն գործիքի կամ կճուճի մեջ, որով որ պատրաստվում է Պատրաստվում է, այո, տվյալ դեպքում մեծամասամբ։ չանախ, դրա համար կոչվում է չանախ տոլմա, այսինքն մենք օգտագործելու ենք չանախ, հիմա կտեղադրենք շուտով։ Այո։ Սա ձեզ դուք դա շատ լավ եք անում։ Ես վերցնեմ չանախը մեր
ցույց տանք։ Այո։ Տամ տադադամ։ Եվ այսպես։ Չանախը ու դուլի։ Խնդրեմ կարդացեք ու դուլի։ Սա հատուկ հենց տոլմա պատրաստելու համար։ Այստեղ ունենք անգամ տակը հարմարանք, որպեսզի տոլման չկպնի։ Եվ դա մեր գործը հեշտացնում է, ինչ խոսք։ Խնդրեմ, սա մեր առաջին շերտը։ Ջան։ Մենք շերտերով կանենք, որպեսզի հետագայում արդեն նաև հեշտ լինի դուրս բերելը։ Մի քիչ էլ տոմատ մածուկ է իր, չէ՞։ Այո, Պատվիր է։ սա կարելի է այսպես պառկեցնել։ Այն արանքներն էլ Սա այսպես։ փոքրերը արդեն։ Այո։ Տոմատ մածուկն էլ արդեն տապակվեց, բարեկամներ, հիմա կավելացնենք ջուր։ Անպայման պիտի նշեմ, որ այստեղ նույնպես մենք ունենք լավ համային այդպես մի հավաքածու, այսինքն լավ համեր ունենք այնտեղ։ Իսկ ջերոցը ինչ անենք, ինչքան։ Ջեռոցը 160 աստիճան, պարոն Մամլյան։ Այո։ Եվ եփվելու է նշեմ մոտավորապես 3-ից 3.5 ժամ։ Այսինքն ստացվելու է ոչ միայն եփում է, այլ նաև դանվում է։ Նաև դա։ Մեր շատ սիրած ջերմային մշակումը։ Հիանալի, հիանալի։ Լոլիկներ եթե Բան եմ մոռացել մի րոպե, այստեղ։ Ահա։ Ամբողջական սախտոր պիտի Այո։ դես։ Մազիկները հեռացնենք։ Իրականում մենք կարող ենք նաև չծածկել կափարիչը, որովհետև դա այն բանի տոլման չի, որ մենք անպայման ծանրոց տնենք, չէ՞։ Այո։ Արանքները այսպես, այո։ Մի րոպե։ Հաստորեն պետք էր փոքրել։ Իմ սիրելը այստեղ կապ չուներ։ Այսպես։ Ջերմաստիճանը արդեն մոտենում է, մեր հյութն էլ պատրաստ է։ Խնդրեմ։ Հյութը զգուշությամբ լցնենք։
Սա էլ մեր չանախտոլման ջերմությունը արդեն Արդեն ունենք։ հավաքվել է։ Գնացինք, մեզ բարի ժամանց։ Այո։ Կսպասենք մի փոքր կնստի, Այո, տոլման եւ որ արդեն կծածկենք։ Այո։ Դրեցինք արդեն 3 ժամ, բարեկամներ, եւ եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ կերակրատեսակը կոչվում է չանախ տոլմա, գյումրվա, չանախ տոլմա։ Կհանդիպենք 3 ժամ հետո, երբ որ պատրաստ է։ Լուսինե ջան, արդեն 5, 4, 3, 2, 1 գնաց։ Եվ այսպես։ Մեր հրաշք գեղեցկուհին։ Այո, բարեկամներ, մենք մի քիչ եփվելուց հետո արդեն իջավ մթերքները եւ կափարիչը ծածկեցինք ուդուլի, սա հենց խաղողի վազի անվանումն է նախնական մեր արարատյան թագավորության ժամանակների, որից է ծագել է տոլի բառը, որը նշանակում է տոլմա։ Գեղեցկություն։ Չքնաղություն։ 3.5 ժամ պահանջվեց մեզ այս արդյունքին հասնելու համար։ Այո։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, ինչ խոսք հենց չանախ այս գճուճի համար էլ կոչվում է տոլման չանախ եւ հենց այսպես էլ մատուցվում է, բայց նախընտրել եմ այս ափսեն նաև Անի զարդանախշով, հա, որպեսզի ուղղակի տեսնեք ինչ տեսքի է մեր տոլման գճուճի մեջ։ Անի զինանշանով, այո, խնդրեմ։ Շնորհակալություն։ Բարերով փոխանցեմ բույրը։ Չգիտեմ։ Անկրկնելի բույր ունի։ Ընդհանրապես բարեկամներ, փորձեք նույն կերակրատեսակը պատրաստեք կաթսայի մեջ եւ նույնը պատրաստեք կճուճի մեջ։ Դուք կտեսնեք տարբերությունը, ուղղակի համային տարբերությունը, անկրկնելի բան է։ Չմոռանաս, որ ես կարող եմ օգնել նայելով։ Այստեղ մեր սխտորը։ Օ, սխտորը, ահա, համային։ Այո։ Ահա։ Բույրի հովանավորներից մեկը, մեր փոքրիկ բիբարիկները։ Եվ այստեղ սամբուկը։ Սմբուկը տեսքով։ Կարծես թե ինքը արդեն հալվում է։ Ահա։ Եվ այսպես։ Խնդրեմ։ Սա այստեղ։ Դե, բարի ախորժակ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս չքնաղ կերակրատեսակն էինք մենք պատրաստում Լուսինեի հետ։ Լուսինե ջան, ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին։ Ինչ խոսք, այո, ցանկանում եմ ձեզ ժպիտներ եւ քաջ առողջություն։ Ժպտացեք, հարգելի հեռուստադիտողներ, բժիշկները վկայում են, որ ժպիտը, շատ ժպիտը մեզ ապահովում է յուրաքանչյուր հիվանդությունից։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Լուսինե, ապրես դու Լուսինե ջան, դու շարունակիր այդպես ժպտալ, շարունակիր այդպես արարել։ Շնորհակալություն, կեցես։ Բարեկամներ, տոլմայի մի տարատեսակ, մեր չքնաղ Շիրակի տարատեսակը, չքնաղ Շիրակի բնորոշ այս կերակրատեսակն է, որ պատրաստում էինք միասին, կրկնեմ նորից չանախ տոլմա,
տոլմա, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ ճաշակել կարմիր անապակ, անսահմանափակ գինով։ Կերակրատեսակները, որ մենք այստեղ պատրաստում ենք, դուք կարող եք ծանոթանալ Մեգերյան կարպետ ընկերությունում, իսկ հասցեն անփոփոխ է Մադոյան 9։ Համեցեք բարեկամներ եւ կունենաք լավ տրամադրություն։ Չանախ տոլմա 4 անձի համար։ Տավարի միս 1.5 կիլոգրամ, խոզի միս 250 գրամ, գլուխ սող 500 գրամ, կարտոֆիլ 200 գրամ, կլոր բրինձ 160 գրամ, սմբուկ փոքր չափի 4 հատ 300 գրամ, կանաչ քաղցր պղպեղ 4 հատ 240 գրամ, լոլիկ 6 հատ 900 գրամ, կաղամբ 800 գրամ, յուղ 120 գրամ, աղացած պահածոյացրած կարմիր պղպեղ 50 գրամ, տոմատի մածուկ 50 գրամ, աղ 16 գրամ, սև և կարմիր պղպեղ 8 գրամ, չոր ռեհան 8 գրամ, սխտոր 40 գրամ, քրքում 8 գրամ, աղացած կոճապղպեղ 20 գրամ, խառը կանաչի, մաղադանոս, համեմ, սամիտ 60 գրամ։ Բարի ախորժակ։ Իսկ մենք միշտ ցանկանում ենք, որ ուշադիր լինենք բոլորս մեր ազգային արժեքների նկատմամբ։ Մենք ենք պահպանելու եւ տարածելու մեր ազգային արժեքները։ Ուրիշից չեն կարող պահանջել եւ չեն կարող բողոքել։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ստեսյուն բարեկամներ։